Նայ, էս ռիվոկն է, էս պասն է, էս էլ ուդարը։ Այսինքն սա արագացումն է, սա հարվածը, սա էլ փոխանցումը։ Հա, Տիկին Գաբրիելյան ջան։ Հաղթում են, հա, ով ամենաշատն է գոլ խփում, այսինքն մարդը։ Տեսնենք։ Միգուցե կարևոր ծանոթում է, պատասխանիր։ Իսկան ժամանակով այնց կարևոր բան գրել։ Համել միցերի, խաղդ խաղա։ Լավ։ Կարծում եմ 128-ը միանշանակ ավելի շատ է, քան 0-ն։ Հա, քո ասածն է, ինչպիսի ուրախություն, ծապ։ Ինձ թվաց, թե դուրը ծեծեցին։ Ծեծեցին։ Կարող է թաքնվես։ Կախված է նրանից, թե ով է դուրը թակողը։ Դե նա սովա։ Միգուցե հարցնես։ Ո՞վ է։ Ես եմ։ Լավ, փաստորեն թվացել է։ Բացի Արտեմն է։ Արտեմնով է։ Ոնց Արտեմնով է։ Կիսանեի հարազատ եղբայրը։ Ես շատ այլ մոլորակայինների եմ հանդիպել, բայց որ սենց անհումոր, ինձ էր թված պարտությունից ուղեղը մթագնել էր։ Չէ բացում։ Մի հիստերիկացի եկա։ Ինչ է եղել, ինչի ես եկել։ Հե, ճուղակի անցնում էի, ասի մտնեմ տնամ ինչ եք անում։ Դու ընկեր չունես, չեմ հասկանում։ Ոնց չունեմ։ Լիքը, օրինակ Նարեկը։ Հա, այդ են տղաները, որ բուֆետում քեզ նեղացնում է ինքն էլ թարավ գնաց։ Նախ, դու չէիր նեղացնում, էլներ նեղացնում քո կերպարով։ Հետո էլ ձևացնում էր իբր նեղացնումը։ Բայց Նարեկը ինչ գիտի դրա մասին։ Վայ, էլ դու ստեղ ես։ Ոնց է, ինչ կա չկա։ 128 ու 0, վստահ եմ, որ 128-ը դու ես խփել էլ։ Այո, փորձեցի մի փոքր մեղմ գտնվել Առնոյի նկատմամբ։ Այդ կհանգստանաք երկուսդ էլ։ Բա ինչ էիր սպասում, այլ մոլորակայինի դեմ եմ խաղում։ Տղա ես դու նստի։ Խնդիր չկա, Բարսայով եմ խաղալու։ Այդ ինձանապես քեզ չի պրկի, է։ Կլինի այդ հեզաճկուն ծիծաղը թարգես։ Հեռախոսն էլ ընդեղ զզվացեց, ինչքան կարելի է այսքան գրել, հա ծանկ։ Ու բան չի եղել։ Լմի րոպե։ Լյովիկ։ Դու իմ աղբերն ես։ Ինչի մեկը գրել է, որ էլ է քո աղբերն է։ Դու էլ իմ կացին աղբերն ես, Արտեմիկ։ Ոնց կարծես լինի հալմոլորակայինը, լինի իմ աղբերը։ Ես նկատի ունեի, որ մալադեց, ապրես, մարդ ես դու։ Մի խոսքով դու իմ աղբերն ես։ Իսկ կարող եմ իմանալ ինչումն է հարցը։ Ռուսերենի դասի ենքո ֆիասկոից հետո երևի նկատի ունեիր ֆուրորից, որովհետև ֆիասկոն դա ձախողումն է։ Չգիտեմ դու ես այլ, դու ավելի լավ կիմանաս։ Մի աշխարհ աղջիկ կա ուզում հետս ծանոթանա, դա դասարանցիներս։ Ես վաղը գնալու եմ դպրոցես շանսը բաց չեմ թողնելու, ես այս փառքը պետք է վայելեմ մինչև վերջ։ Այդ քո հետ չեն ուզում ծանոթանան, այդ էլի հետ են ուզում ծանոթանան։ Հա դե էլը տել թող վաղը գնա, ասի, բարև ձեզ, ես այլ մոլորակային R17 սկրապ տարապ տրապ։ Շատ ավելի լավ, կմնամ եւ կխնայեմ իմ էներգիան։ Հա, բայց ստեղ ուրիշ պահ կա, ինձ հաշվի առնելով դեյթերի հրավերների քանակը, ես վաղը իրիկունը շատ ուշ կգնամ տուն։ Մաման էլ գալու է կյանքս ուտի։ Դենց որ այստեղ ու տանը դու ինձ պետքա փոխարինես։ Բայց ինչպես փոխարինեմ, եթե նույնիսկ ձեր տան տեղը չգիտեմ։ Մենք կուղենք քեզ այդ սխալը։ Հիմա կբարձրանանք մեր տուն, եթե դու մնում ես այստեղ մնա, բայց ոչ մի բանի ձեռք չտաս։ Հասկացա։ Մենակ PlayStation կխաղամ։ Եթե կարաս առանց ձեր տալու խաղաս խաղա։ Գնացինք Լեովիկ։
Մի վարքյան, բայց եթե ես ու դու միասին մտնենք շքամուտ, Հասկացա ակնարկը։ Ես հիմա կբարձրանամ 2 րոպեից դու էլ կգաս։ Երրորդ հարկ ձախի դուր։ Էլ չեմ հասկանում, դու հիմա իմ կողմից ես թե Առնոյի։ Համ էլ արդեն քո գնալու ժամանակ։ իրավացի ես գլոր։ Էս էլ Լյովիկ ջան, մեր համեստ օջախը։ Օջախ, կավից պատրաստված գրակարան, կերակուր եփելու, ջուր եռացնելու համար։ Լսյայի ընկեր Վիկիպեդիա։ Ես գիտեմ օջախն ինչ է, օջախ ասելով ես նկատի ունեմ մեր տունը։ Լավ, Էս հյուրասենյակն է, ստեղ մարդիկ հյուր են ընդունում։ բարի։ Դες սեղանաթոռներն են ոնց տեսնում ես, էս անլար լիցքավորիչը։ Սրանով մարդիկ հեռախոս են լիցքավորում։ Ես գիտեմ ինչ է անլար լիցքավորիչը։ Այ ապրես, հպարտանում եմ։ Դե մի հատ արագի մեջ ստեղ ինչ կա չկա սկանարա, որ վաղը չգաս այլ մոլորակայինի դեմքով այսպես կանգնես ու ոչ մի բան չանես։ Բայց ինչու այլ մոլորակայինի։ Քո դեմքով։ Բարթա, բայց շարունակում ենք ճամփորդությունը դեպի խոհանոց։ Էս մեր խոհանոցն է, ստեղ ես հիմնականում հաց եմ ուտում, իսկ մաման իմ ներվերն է ուտում։ Պարզ է։ Առնո, այս տանն ես տղես։ Շգվի, կորի, մի բան դարձի։ Ինչ։ Ես շատ իմանամ ուտելիքից բացի ինչ որ ուրիշ բան։ Մենակ մաման չտեսնի մեզ նորից ուշա գնաց լինի։ Բարի։ Ո՞նց ես տղես։ Լավ, մերս դու ասա։ Ես շատ լավ եմ, քո պես տղա ունեմ, ոնց կարամ վատ լինեմ։ Ինչ եմ արել որ։ Ճանապարհին Մարինա Ռոբերտովնային հանդիպեցի։ Ասեց, որ բաց դասի ժամանակ ամենալավը դու ես պատասխանել։ Ես չգիտեի, որ դու ռուսերեն գրականությունից այդքան լավ ես։ Եթե անկեղծ ես էլ։ Հա, համ էլ չգիտեի, որ հումորից ես այդքան լավ։ Իմ անուր բոլո, իմ համով բոլո։ Ման ավելի, ես արդեն հասուն մարդ եմ, ինչ համով բալա, հանուշ բալա։ Դու հասուն մարդ ես, բայց իմ համար միշտ բուջուր ու համով բալեն ես մնում։ Մամ, ես մարդու մոտ ինձ խայտարակ ես անում։ Այդ աղում մոտ եմ խայտարականում։ Դե նկատի ունեմ, հիմա կարողա մոռանաս պայտակ տնից դուրս ինչ որ ուրիշների մոտ sense բաներ անես ինձ։ Ես միշտ գիտեմ որտեղ ինչ եմ խոսում։ Մյուս անգամ ինձ չհակաճառես։ Եղավ այ մունդրիկ։ Նա մանավանդ որ քո սիրելի սարձելկայից եմ բերել։ Հիմա կխաշենք ու միասին կճաշենք։ Լավ, բայց խնդրում եմ առանց այդ մուսի պուսիների էլի։ Եղավ ոնց ասեցի մուսի պույզի։ Առնո ջան, ես նայ ոչ մի բան չեմ ջարդել։ Համ էլ որ դուք ուշացաք, ես նայ 3 հատ պիստակով թխված կաբլիտ ունեմ։ Այս 3-ն էլ քեզ լինի։ Առաջարկը տուժի մեջ է, չէ՞։ Դե հիմա պատմի ոնց ա եղել։ Քիչ էր մնում բռնվեինք, բայց մամայի բալան արագ կողմնորոշվեց եւ ինձ առաջարկեց, որ ես ինչ որ իր դառնամ։ Հանգստացի էլ Լյովիկ։ Ոնց ասես մունդրիկ։ Ես չեմ հասկանում, ստեղ ինչա կատարվում։ Պետք էլ չի որ հասկանաս, նեղ անձնական թեմա է։ Պարզապես Առնոյի մայրիկը նրան վերոնշյալ բառերով էր դիմում։ Ոնց հասկացա էլ անձնական չի։ Մեզ փորձվել ես խնդացել ես։ Եսի։ Մամա, բա։ Որ պատկրիշկա հնարեցիր։ Լավ պակրիշկա չի, անիվա։ Երկրորդն էլ այդ քո ասած արտահայտությունը հեծանիվին է վերաբերվում։ Այ խելացի, բա հեծանիվը քո կարծիքով ինչով է գնում։ Եթե անիվ չլիներ, հեծանիվը չլինի։ Նենց որ ես այդքան սխալ չասեցի։ Իսկ ինչ կարծիքի եք, եթե մենք հենց այդ թեմայով էլ գիտապտույտ անենք։ Դրակ։ Դե ուրեմն գնացինք։ Ես ինչ ֆուդկորտ է։ Ոչ, մենք գտնվում ենք Անիվի պատմության թանգարանում։ Այդպիսի թանգարան կա։ Ինչի խզված հարաբերությունների թանգարան կլինի, անիվի թանգարան չի լինի։ Իրականում Անիվի պատմության թանգարան կա,
բայց մենք գտնվում ենք իմ պատկերացրած անիմացիոն թանգարանում։ Ինչ հետաքրքիր է, փաստորեն այս ձախինը ամենահին անիվն է։ Իսկ ինձ ավելի շատ հետաքրքրեց քո նախորդ ասածը, Արտեմ։ Ինչ խզված հարաբերությունների թանգարան։ Արտեմը ճիշտ է։ Զագրեբ քաղաքում կա նման թանգարան, բայց մենք եկել ենք ուսումնասիրելու անիվի պատմությունը, այնպես որ թռչում ենք Եվրոպա, բայց նախնադարյան։ Մի րոպե էլի, բայց Ահա մենք Եվրոպայում ենք, իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, թե ինչու հենց այստեղ։ Դե երևի նրա համար, որ եվրոպացիք են ստեղծել առաջին անիվը։ Ստեղծելու չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում առաջին անիվը այստեղ են գտել։ Եվրոպացիք ուրիշ են, էլի, համ անիվն են գտել, համ էլ Ամերիկան։ Մինչ անիվի հայտնագործումը մարդիկ օգտագործում էին տարբեր մեթոդներ, ծանր բեռները տեղափոխելու համար։ Սկզբից պարզապես քաշ էին տալիս, հետո գերանների վրա գլորելով տեղափոխում էին առարկաները կամ էլ կենդանիների օգնությամբ։ լսեք, բայց խզված հարաբերությունների թանգարանում այցելուները ինչ էին անում։ Չգիտեմ, ես մենակ կարդացել էի, որ տենց թանգարան կա։ Ասեմ եւ փորձենք այս թեման փակել։ Թանգարանի ցուցանմուշները ներառում են ինչ-որ մարդկանց իրենց նախկին սիրելիների կողմից թողնված անձնական իրերը։ Լուրջ։ Լրիվ այլ մոլորակային են։ Ոչ, հենց էտա, որ այս մոլորակային են, ավելի կոնկրետ խորվաթներ։ Զարմանալի է, էլի, ոնց կարա Խորվաթիան աշխարհին տա համ Մոդրիչին, համ Ռակիտիչին, համ էլ խզված հարաբերությունների թանգարանիչին։ Քանի որ բեռներ տեղափոխելու նախորդ մեթոդները դժվարություններ էին առաջացնում, մարդիկ ստիպված եղան մտածել նոր լուծումների մասին, եւ դեռ 5-6 տարի առաջ հայտնաբերեցին առաջին փայտե անիվները։ Հռոմեացիները առաջինն էին, որ օգտագործեցին մետաղական ուղակները անիվների ամրությունն ավելացնելու համար, իսկ 19-րդ դարում ստեղծվեցին առաջին ռետինե ծածկույթով անիվները, որոնք դարձան ավելի հարմարավետ եւ դիմացկուն։ Ու այստեղ վուլկանիզատորչիկների գործը բացվավ։ Ոչ թե վուլկանիզատոր չիկ, այլ անվադողերի սպասարկման կետի աշխատող։ Լավ, ոնց ասեք, Տիկին Գաբրիելյան։ Իսկ 20-րդ դարում ստեղծվեցին կաուչուկից պատրաստված օդով լցված անիվները եւ լայն տարածում գտան մեքենաների եւ հեծանիվների համար։ Հենց այս ժամանակ քոն նշված անվադողերի սպասարկման կետի աշխատողների գործը բացվեց։ Շատ բան պետք չի երջանիկ լինելու համար։ Վերջ, կարան գլորվենք տուն։ Այո, ես միայն ավելացնեմ, որ անիվի հայտնագործությունը համարվում է մարդկային մտքի ամենահեղափոխական ձեռքբերումներից մեկը։ Այն մի քանի անգամ արագացրեց մարդու տեղաշարժը, կիրառում գտավ մի շարք ոլորտներում։ Օրինակ, եթե անիվը չլիներ, այսօր շատ տեխնոլոգիաներ գոյություն չէին ունենա, ներառյալ ժամացույցները, շարժիչները եւ տրանսպորտային համակարգերը։ Ու անիվներով ճամպրուկները։ Իդեպ, որքան էլ որ զարմանալի է, անիվներով ճամպրուկները հայտնվել են միայն 1972 թվականին։ Հա, փաստորեն դրա համար Արարատը 73-ին չեմպիոն դարձել։ Այդ ինչ կապ ուներ։ Դե որ նման ճամպրուկները արդեն հայտնվել էին, մեր ֆուտբոլիստները ճանապարհներին չէին հոգնել եւ ուժերը խնայելով մինչեւ վերջ կարողացել էին լավ խաղալ ու գոլ էին խփել։ Լյովիկ, քանի Արտեմը մինչև վերջ չի ցնդել, վերադառնանք էլի։ Ես լիքը իրեր ունեմ Խորվաթիա թանգարան ուղարկելու։ Գնացինք։ Այս ուսուցողական նոտայի վրա առաջարկում եմ բոլորս ցվրվեյշն մարդա մեր տներով։ Ավելի ճիշտ դու Արտեմիկ։ Բայց ես ուզում էի, որ էլի այդ պարապ էի նախագծայինի պահով։ Դրա համար էիր նստած PlayStation-ով խաղում։ Բայց ես Արտեմիկ։ Լսեցիր ինձ գրեցին։ Հիմա ես պետքա նստեմ լիքը նամակների, լիքը voice-երի պատասխանեմ, հասկանամ վաղը ում հետ եմ դեյթվում, իսկ քո ներկայությունը ինձ դեմոտիվացնում է։ Նենց որ Մինչ վաղը։ Գիտես չէ Լյովիկ, որ գիտապտույտները որ չլինեին, քո իրական տեսքը մոռանալու էի։ Վախենամ շուտով ես էլ իմ իրական տեսքը մոռանամ։ Արտը։ Ես ընկերոջից չես բարևում։ այդ հələ մեծ հարց է, Նարեկի ընկերնա թե չէ։ Ես Արնոյին նկատի ունեմ։ Վառնուն ինձ ինչ ընկեր։ Ոնց։ Դուք չէիք այն օրը գրկախ առնվել։ Բանը, դու էլ հետաքրքիր աղջիկ ես։ Արտեմ, դու այն օրը գրկախ առնվել էիր այն մարդու հետ, ով քեզ շանտաժ արել։ Ու այսքանից հետո ես եմ հետաքրքիր։ Լավ ասեմ, ուրեմն մի քանի օր առաջ Նարեկի հետ ցանկության վրա PlayStation էի խաղում ու կրվել եմ։ Դրա համար էի ասում, հələ չգիտեմ Նարեկի ընկերնա թե չէ։ Որ պարտվել ես դրա համար։
Չէ, դե ինձ թվում է մոտիկ ընկերը չեր ուզենա, որ ես գայի գրկեի մեր դպրոցի ամենաանդուր, ամենաանշնորհք, ամենացինիկ տղայի հետ, Ենոքյան Արնոյի հետ։ Իսկ Ենոքյան Արնոն ասում է բարև Գիսանը։ Հայ Արնո ջան, լավ ես, լավ եմ, դե գնացի։ Իվարկյան սպասի, խոսալու բան ունենք։ Լավ, դե ես ձեզ մենակ թողնեմ, հա։ Դե չի կարա չասեի, որովհետև տեսել եմ մենք ոնց են գրկա խառնվում։ Ինչ ես խոսում, մի հորինի։ Քո հետ չի եղել, բայց էլ Արնոյի հետ եղել է։ Կարակ դուք ինձ վերջնական խայտերական է կարա։ Դե ես փորձեցի, ելին ոգեշնչեցի։ Լսի այդ չստացված մուսա, էլ չլսեմ տենց բաներ։ Հա ու չլսեմ, որ Գիսանեի մոտ իմ մասին վատ բաներ ես դուրս տվել։ Ինչի, ինչ կա որ Գիսանեի հետ։ Դե հիմա հաճելի չի, որ իմ դասանցիների մոտ իմ մասին վատ բաներ ես խոսում։ Մարդ չէ, վերջի վերջո, մարդ։ Բախտդ բերեց այսօր լուրջ գործերի մեջ եմ, թե չէ երազիդ գալու էի։ Բարև Նինել, Բարև։ մի րոպե կարելի է։ Բան ունես ասելու։ Չէ, այսինքն, հա, ոնց ես։ Այսինքն դու ինձ կանգնացրել ես, որ հարցնես ավելի ճիշտ կմկմաս ոնց եմ։ Բարև Արնո։ Բարև Նինել ջան։ Լավ ես։ Ոչ մի պատճառ չունեմ վատ լինելու։ Դու ասա, դու լավ ես։ Դե որ դու լավ ես, ուրեմն ես էլ եմ լավ։ Հա։ Բան օրենք է։ Եթե դասարանի կողմ ես գնում, կարանք իրար հետ գրանք։ Մեծի է։ Ասա մղում է, չէ՞ ոնց։ Երեխեք, Արնոն ասում է, որ Զագրեբում խզված հարաբերությունների թանգարան կա։ Պատկերացնում եք։ Ահա, հեսա քեզ է կխզենք, հավ ճիշտ կխազենք, մասնավորապես այդ ինքնակո դեմքդ։ Էրիկ ջան, բան ասեցիր։ Թևերդ ոնց է ապեր։ Շատ հեղուկ օգտագործի, ասում են թևերի համար լավ է։ Ասում են քիչ խոսալն էլ առողջության համար է լավ, հատկապես քթի, աչքի տակի։ Այ, ես դա ամեն ինչը գիտեմ, ասա դու իմանաս։ Արի։ Ինչ-որ շատ ինքնավստահ չի սոր Արնիկը։ Էրիկից որ հավասարակշռությունից հանեց, ինքն է հավասարակշռությունից ընկնելու ու զմփալու է գետնին։ Դե ում էլ աղջիկները այսքան նայեն ինքնավստահ կլինի, բա ինչ։ Սրան մի հատ էլ ժամոչ անենք, Որպես ինչ։ որպես չի չախենք։ Անցած անգամ 4 հոգով չկայացանք, հիմա պետք է անենք։ Ես մի բան կմտածեմ։ Դու մտածես, կարած։ Հա ինչ սապակս։ Ոտել ունեմ, ձեռել ունեմ։ Հենց էտա որ մենակ ոտ ու ձեռ ունես։ Հա մի նվնվա մի բան կմտածեմ։ Երեխեք ջան, ապրեք շատ բոլորդ։ Ես եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ բաց դասի համար։ Особенно դու Արնո։ Տիկին Ադամյանը գիտես ինչ տպավորված էր։ Просто умница ты։ Դե я такой непредсказуемый, էլի ոնց որ։ Չէ, սրա գորոսկիթը իսկականից պետք է գետնին կպցնել։ Բարիս բուն իմաստով։ Ես արդեն գիտեմ ոնց։ Ինչ կա իմ լավ, իմ հարազատ ընկեր։ Նայ որ չի պատասխանում։ Մենակ չասես ուտելուց չեն խոսում։ Ես ոչ թե ուտելու ժամանակ չեմ խոսում, այլ ուտելու ժամանակ չեմ լսում։ Մանավանդ որ համով բան եմ ուտում։ Դե որ չեմ լսում ոնց պիտի պատասխանեմ։ Քեզ ոնց ձեռատալի տենց էլ ասում ես։ Գիտեմ ինչ ես ասելու։ Ու ինչ եմ ասելու։ Բա ուր ես, ինչի չես զանգում, չես սերևում։ Ես գիտեմ ինչի չես երևում։ Ամաչում ես։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Այն օր չես հիշում, որ Արնոն շորերից ես բռնեց։ Ինչի թողեցիր ու գնացիր։ Իսեր տիկին Ադամյանի, տենց բան ա եղել։
Լավ, կատակի մի վերացի, որ ես ստենայի դու կռվի մեջ ես, չէի փախնի։ Ես չեմ փախել։ Ես ուղղակի գնացել եմ։ Արտեմ, հասկանում ես, ես գնացի, որ դու քո խնդիրները կարողանաս միայնակ լուծել։ Ես ու ամբողջ կյանքում քեզ հետ չեմ լինելու։ Դու գիտես իմ համար հեշտ էր, սիրտս կտոր էր լինում։ Լավ, ասա բախեցա ու փախա։ Արտեմ, խնդրում եմ, հասկացի ինձ, լուրջ եմ ասում։ Հետո ես վախեցող տղա չեմ։ Եթե չես հավատում, այդ Առնոյին դասերից հետո ժամը արա գնանք ջարդը տանք, ուզում ես։ Չէ։ Հաստատ։ Նայ, ես պատրաստ եմ։ Հա, ուզում եմ։ Հաստատ։ Դե ուրեմն դասերից հետո ժամը արա։ Մնացածը իմ վրա։ Դասերից հետո ժամ ու առնեմ։ Իսկ Լերմոնտովի Герой нашего времени կարդացել ես։ Ոնց ասեմ, ճիշտ ասած Լերմոնտովին ես այդքան էլ չեմ, ոնց որ ինքը շատ պրիմիտիվ է մի տեսակ էլի։ Առնո։ Մի վարքան տեղ չգնաս ես հայկա, հա։ Ինչ ա եղել։ Քեզ չեմ ասել դպրոցում ինձնից խուսափի։ Չես տեսնում գործերով եմ։ Լսի քեզ մի բան պիտի խնդրեմ։ Ինչ մեծ է պահանջարկս։ Ասա մենակ արագ։ Իմ ընկեր Նարեկը քեզ ուզում է ժամու անի ու պատժի։ Արտեմիկ, մի մոռացի ինչ շատ բարդ է պատժելը։ Հետո էլ Նարեկը թե ինչի է ուզում ինձ պատժի։ Դե էլը քո կերպարով ինձ այդ սենց արել։ Ես ձեր խաղերի ձևական ժամոների ժամանակը չունեմ։ Ես հիմա իրական ժամոների մեջ եմ։ Հենց որ հաջող կլոր մարդ։ Գնա երկար մարդ։ Երկար մարդ չէ։ Մարդ։ Գնա երկար։ Այ ինչի վրա կանգնանք։ Երկար։ Դու մենակ խափի բեր դպրոցի հետ է։ Տղեկ, ես հավես չունեմ երկու անգամ նույն լոդկի մեջ նստելու։ Չէ, ինչ լոդկա ասենք դպրոցի հետ է։ Դե նկատի ունեմ նույն պատմության մեջ երկու անգամ ընկնելու։ Տղեկ, եթե խայտարակ եղա, ձեռցը շեք բրծնելու։ Խայտարակ չես լինի, Ջեյքի Չանը Եփրեմի ածականն է, Ջեյքի Չան էլի։ Իր ուդարներից ոչ մեկ չի կարող խոդվի։ Ինքը մեր դասարանի ամենաճարպիկ տղեն է։ Տղեկ, լավ, հենա Առնոն, հելեք դպրոցի հետև հեսա գալիս եմ։ Առնո ջան, քեզ մի րոպեով կարելի է, հա։ Չես տեսնում։ Մենակ չեմ։ Տեսնում եմ, ուղղակի կյանքի ու մայ հարց է։ Մենակ դու կարաս օգնես։ Ես։ Դե հա, էլի, այն չարաբաստիկ օրը, որ մենք մեզ անշնորհք ենք պահել ու դու մեզ դաս տվեցիր։ Հետո։ Այսօր մի հատ թեմայի մեջ եմ ու կուզենայի, որ ինձ սովորացներ այդ շարժումները։ Այդ հնարավոր չի։ Ես դրանք 75 տարում եմ սովորել։ Ինչ։ Դե նկատի ունեմ 7.5 տարում, էլի։ Այսքան արագ քեզ ոնց սովորացնեմ, այ ախպեր։ Դե գոնե ինչ-որ սկզբնական շարժումներ։ Ու ոնց տեսնում եմ դու շատ լավ տղա ես ու կուզենայի, որ մեր մեջ ոչ թե թշնամություն լիներ, այլ ընկերություն։ Լավ, բայց օգուտը շատ քիչ է լինելու։ Ինձ որ այդ ամեն ինչը դժվար է տրվել։ Ոչինչ, թեկուզ մի քիչ է սովորեմ, մեծ բան է։ Լավ։ Դե մի հատ հեսա աղջկան ճանապարհեմ, տեսնում ես, էլի մենակ չեմ։ Կամ տեսնեմ ինչ են կարող։ Մերսի շատ, Առնո ջան։ Գիտես։ Մնաց Ջեյքի Չանը չքաշի։ Ուղղակի նստել գնանք, որ մեզ չտենան, էլի։ Չկմտածեն գիժեն։ Այ ախպեր, իմ մասին չեն կարա տենց բան մտածեն, բայց որ ուզում ես հարց։ Բա ուրա։ Դե երևի հեսա կգա։ Մի րոպեից չեկավ, ես գնում եմ։ Հենա, ոնց որ եկավ։ Առնո։ Ոնց որ թե ինչ-որ մեկը մեզնից առաջ է, հա։ Չհասկացա։ Ինչ կար չհասկանալու։ Ինձ տեսավ թռավ։